Համաձայն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ Սամվել Կարապետյանը fake թեկնածու է, կեղծ է։ Ոչ համաձայն չեմ։ Ինչու՞։ Մարդը ռեալ նկատ fake-ի ասելով ինչ է հասկանում, ում համար է դրել։ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին կեղծ է ասել։ Ինչու է կեղ, ինչ է, որ ինքը Ռուսաստանի քաղաքացի է, չի կարող վարչապետ դառնալ, հա, հետեւաբար ինքը ինչ, ում համար է անում։ Գլխավորը այն չի, որ նա հենց կլինի վարչապետը, թե ոչ, բայց թե նա է գլխավորը, թող ինքը չլինի իր թիմից թեկուզ այդ նարեկը լինի կամ ով լինի։ Ես չեմ համարում բացարձակապես fake, հա։ Ձեր կարծիքով ինչու է Նիկոլ Փաշինյանը նման արտահայտություն արել։ Գիտեք ինչ, ես նախընտրական պայքար է, ոչ մի միջոց չի համարվում գոտկատեղից ցածր հար։ Ամեն ձևով փորձում է իր քիչ թե շատ հավանական հակառակորդներին չեզոքացնել։ Մեկին է ձեով, մեկին նախին անվանելով, մեկին ռուսամետ անվանելով, մեկին չգիտեմ ինչ անվանելով։ Բայց նորմալ է նման արտահայտություններ օգտագործել ընդդիմադիրներին։ Ես կարծում եմ նորմալ չի, բայց իմ կարծելը շատ քիչ է, բայց սա համ առաջինը չի, առաջին դեպքը չի, անդադ մենք նման արտահայտություններ ենք լսում, ես կարծում եմ ընդհանրապես ինքը իրեն վարչապետի նման չի պահում, իրեն թույլ է տալիս այնպիսի արտահայտություններ, փողոցային լեքսիկոնով, չգիտեմ, ես կանեմ ասֆալտի, այդ վայել չի, քաղաքակիրթ մարդը այդպես կարող է իրեն իրավունք ունի այդպես խոսի։ Չեմ անում, ես անձամբ ճիշտ ասած չէի ցանկանա, որ նա վերընտրվեր, բայց կարծում եմ, որ բավական մեծ հավանականություն ունի, որտեվ ասում են, որ ով իշխանության ղեկին է, նա 25-30% ադմինիստրատիվ ռեսուրս ունի։ Դե մի 10% էլ ոնց էլ լինի, 10-15% իսկապես համակիրները կլինեն։ Տեսնենք, ապրենք կտեսնենք, քիչ մնաց։ Իսկ դուք եք տեսնում վարչապետի անդամ։ Ճիշտ ասած, այս պահին բոլորը թերություններ ունեն, օրինակ շատ լավ թեկնածուկներ այդ Գուրգեն Սիմոնյանը, որ ազնիվ մարդ, այսպես են, բայց դա պարզ է, որ չի հավաքի այդքան։ Ռեալ թեկնածուները Հայաստանն է ու Հզոր Հայաստան, այդ երկուսը։ Իսկ թե ով կդի ինձ համար միայն ես չէի ուզի, որ Նիկոլը լինի, որտեղ ցավոք սրտի մտածում եմ, որ եթե Նիկոլը դառնա վարչապետ, այդ մեր երկրի կործանումը կլինի։ Ես չնայած ես ընկերներ ունեմ, որոնք նրա կողմն են, ասում են լավ կլինի, մենք դեպի Եվրոպա ենք գնում, ես չեմ հավատում նման բաների։ Ես այսպես եմ մտածում, ամեն մարդ իրավունք ունի մտածի յուրովի, հա։ Ես շատ կցանկանայի, որ չընտրվեր, չվերընտրվեր Նիկոլը։ Ես զարմանում եմ, ժողովուրդը ոնց է հավատում նրան, անընդհատ խաբում է, իր խոսումներից ոչ մեկը չկատարեց։ Տեսեք, համոզել է ժողովրդին ոչ տգետ զանգվածին, որ միայն ինքն է, որ խաղաղություն է բերում։ Հա, բայց անհետ ինձ նույնիսկ կիրթ մարդիկ ասեն, բայց վատ է, որ խաղաղություն է։ Ասում դու հավատում ես, ինչ ուժել գա, միայն է պատերազմ չի լինելու, որտեղ մենք այդ հնարավորությունը չունենք։ Բնական է, որ պատերազմ չի լինելու ոչ մի դեպքում։ Պարզապես մի քիչ ավելի արժանապատիվ գոյություն կլինի։ Հիմա մարդ համարում է իրան անհարմար ազգում իրեն կոչի հայ, անկեղծորեն եմ ասում, որ այսպիսինը գրում մեր դարավոր թշնամիների դիմաց գլուխ է խոնարհում, չեմ անում ինչ-որ կապիկություններ անում, մի խոսքով մի քիչ շատ եմ խոսում երևի, բայց այնպես վախով եմ սպասում ընտրություններին, որտեղ այնուամենայնիվ կարծում որ հավանականություն եւ գուցե մեծ հավանականություն ունի նորից վերընտրվելու։